Իրանը առաջիններից մեկը ողջունեց խաղաղության փաստաթղթի համաձայնեցումը։ Երևանը տևական ժամանակ անհամաձայնություն ուներ ու անընդունելի էր համարում երկու հայտնի կետերը՝ Եվրադիտորդներից հրաժարումն ու միջազգային ատյաններից ընդդեմ Ադրբեջանի հայկական գանգատների հետ կանչը։ Փետրվարին Բաքվից խմբագրված 12-րդ տարբերակը ստանալուց հետո Երևանն այդ երկու կետերի հարցում էլ զիջման գնաց եւ մարտի 13-ին Հայաստանից ու Ադրբեջանից հայտարարեցին փաստաթղթի համաձայնեցման մասին։ Հարևան Իրանում գոհ էին, համարելով, որ այս համաձայնությունը անհրաժեշտ եւ կարևոր քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին, Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Իմայիլ Բակային սոցցանցի էջում ողջունեց այն։ Երկխոսության եւ դիվանագիտության միջոցով տարաձայնությունները կարգավորելու կողմերի ջանքերի շնորհիվ մենք շուտով ականատես կլինենք երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը եւ տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության, որ իրանական կողմը շուտով ստորագրությանն ականատես լինելու հույսն ուներ մարտի 14-ին էր։ Այսօր Բաքուն շարունակել է ստորագրման պահանջ պայման վերջնագրերը սեղանին դնել։ Ալիևի հատուկ հանձնարարություններ կատարող Էլչին Ամիրբեկովը պնդում է, այս պահին Հայաստանի սահմանադրությունն է խաղաղության պայմանագրի միակ ու հիմնական խոչընդոտը։ Մենք ուզում ենք վստահ լինել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անհնարին կդարձնի ապագայում որևէ վերադարձ ռևանշիզմին կամ Ադրբեջանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ, ինչի ականատեսն էինք։ Մեզ համար անընդունելի է, որ Հայաստանը խաղաղության բանակցություններին եւ պայմանագրի վերջնական ստորագրմանը վերաբերվում է որպես ժամանակ ձգելու մարտավարություն, իր ռազմական կարողություններն ամրապնդելու եւ այս պատմությունը վերստին սկսելու համար։ Սա պաշտոնական Բաքվի համաձայնագիրը ստորագրելու պահանջներից մեկն է ընդամենը։ Նրանց մեդիան ամեն օր է հրապարակում, թե էլի ինչ ախորժակ ունեն։ Այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ ու անարգել Հայաստան ելումուտ են ուզում։ Ուզում են, որ Հայաստանը հատուցում վճարի Ադրբեջանին։ Հայաստանի ապառազմականացում եւ գնված զենքերի հանձնում են ուզում։ Ուզում են, որ Հայաստանում դադարեցվի Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի եւ պատերազմի մասնակիցների հերոսացումը։ Էլի շատ բաներ են երևի ուզում։ Այս բոլորը շատ լավ իշխանական քարոզչությամբ իրականացվում, իշխանական այնտեղ մեդիան միայն իշխանական է, պարզապես պաշտոնապես միգուցե օրինակ արտաքին գործերի նախարարը, չգիտեմ, նախագահը իրենց ուղիղ հիմա չեն ասում դրա մասին, բայց սրանք վստահաբար իրենց պետական քաղաքականության մասերն են։ Եվ նրանք ընդ որում այս բոլոր հարցերը ներկայացնում են, որ սա այս ամենը պետք է խաղաղության այսպես կոչված պայմանագրից դուրս լինի, եւ որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես այսպես կոչված խաղաղության պայմանագրից հետո արվելիք։ Այդ դրանք իբրև նախապայմաններ են ներկայացվում։ Նրանց մոտ հիմա իշխանական Նաև պատգամավորներ, մեդիան ակտիվ այն քարոզն են տանում, որ ի վերջո նրանց նպատակն է ցույց տալ, որ Հայաստանը որպես պետություն, արհեստական հիմքերի վրա ստեղծված պետություն է։ Նրանց ցանկությունների առաջնագծում Զանգեզուրի միջանցք կոչվածն է։ Այս միջանցքին հասնելուն նրանք տարիներով են ձգտում։ 2021 թվականից Ալիևը հստակ է հայտարարում այդ միջանցք կոչվածի իրենց երազանքի մասին։ Զանգեզուրի միջանցքը իրար է կապելու ողջ թուրքական աշխարհը։ Եվ հիմա երկու շաբաթ է արդեն հայտարարվել է փոխհամաձայնեցված փաստաթղթի մասին, բայց ադրբեջանական համայնապատկերում բան չի փոխվել։ Շարունակում է ամեն օր նոր բան մոգոնել ռազմական շունչը բերանին։ Ինչ է ասում Ադրբեջանի նախագահը։ Իբրև թե չի վստահում Հայաստանին եւ դրա համար էլ այս պայմանները ուզում է վերջնական խաղաղություն։ Իսկ այդ պայմանները ամբողջությամբ ենթադրում են Հայաստանի պարզապես էկզիստենցիալ վտանգ։ Զիջումները փոխադարձ չեն, ասում է մասնագետը, հարցնում է, որն է փոխզիջումը։ Երբ պահանջում է այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ, արցախահայերի վերադարձի հարց քննարկվում է, սա մեր գոյաբանական խնդրին առնչվող փաստաթուղթ է, ասում է։ Ժողովուրդն իրավունք ունի իմանալու, թե ինչ 17 կետ է ներառում այն։ Կետ առ կետ։ Սիրան Շմուրադյան, ժամը լրատվական։